Լույսերը որ տարան ձեն բան չգողացան է։ Ինչերը։ Լույսերի հոսանքազրկումների ժամանակ լցոնումներ արել են։ Ճիշտ ասած այսօր առավոտ նոր լույսը բացվել է։ Հələ մեր մարդկանց չենք տեսել։ Ընտուփ որտեղ է նմանատիպ դեպք տեղի ունեցել, հələ վստահված անձանց չեմ տեսել։ Դուք ինձ չեք թողնում, որ ես մենք կարողանանք աշխատել։ Այդքան բան, թողեք աշխատենք, վերջում կասենք։ Դուք նորից դատարկելու եք քաղաքապետարանը ԿՊԱ-մեծ պաշտոնյաներից, ինչպես որ դա արվեց Սամվել Բալասանյանի, այսպես ասենք, նրա ընտանիքին այստեղից հեռացնելուց հետո, եթե նկատել եք, հենց մեկ օրում մի շարք մարդիկ պաշտոնազրկվեցին եւ ազատման դիմումներ գրեցին։ Դուք եք այդպես դաժանորեն վարվելու ԿՊ-ին ծառայած այս։ Ընդհանրապես ես դաժան մարդ չեմ։ Ես դաժան թշնամիների նկատմամբ եմ։ Ուրեմն ես շատ խղճով մարդ եմ։ Եվ բանիմաց մասնակիցները ինձ համար իմ գլխի վրա տեղ ունեն։ Ես այնպիսիներից մեկն եմ եղել, երբ որ եկել եմ 99 թվականին զբաղեցրել եմ քաղաքապետի պաշտոնը, գնացել են դռները ծեծել են մասնակիցներին, ասել են եկեք, մենք ձեզ հրավիրում ենք, եկեք աշխատանքի։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ ձևով, եթե գիտեք, որ մեկի դուրը ծեծում ասում են որպես լավ մասնակից եկեք աշխատեք, ես չգիտեմ, այդպեսի տեղ կա, ինչ որ մի կառույց կա, եթե կա շատ լավ է, բայց եթե չկա, ուրեմն կուզենայի, որ այդպես լիներ։ Իսկ եթե նորմալ մասնակիցներ են, նորմալ աշխատողներ են, նմանատիպ մարդկանց ազատելը բառից բուն իմաստով շատ վատ բան է դա։ Անպայման այդ սկզբունքը կիրառելու եմ, ասեք։ Քաղաքացիական պայմանագիր խմբավորության պատգամավորները ոչ սա պատգամավորներից գոնե մեկը ոչ ստատուտով շտաբումով իրավորել է լրագրողներին, այնուհետև մի քանի սցենար այսպես բեմականացում ներկայացրեց։ Պարոն Ղուկասյան, օրինակ որ դուք լինեք քաղաքապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, պատգամավորները իրենց կարող են այդպես դրսևորել Գյումրիում։ Եվ Էմմա Պալյանն անդրադարձել, որ չէր արել որպես ձեր չդրեն, քանի որ ասել էր, եթե 8 ուժերի ձայն եք տալիս, ընդդիմադիր, նշանակում է Վարդան Ղուկասյանին եք ընտրում։ Էմմա Պալյանն ով է։ Դուք հավատացեք, որ թե ուրեմն այս օբյեկտ դե մի հատ լսեք ասեմ։ Ուրեմն այդ աղջիկը ընդհանրապես ոչ պատմություն ունեցող, այս քաղաքում դրան ով է ճանաչում։ Ես ուրեմն իմ անունը տալով, անունը ինչ որ իմացանք, թե այդպեսի շունչ կա քաղաքում, բան, ինչ որպեսի մարդիկ կան, բան։ Գիտեցեք, դրանք ընդհանրապես այս քաղաքում դրանց բոլորին ոչ ոք չի ճանաչել, ոչ ոք։ Եվ կյանք պատգամավոր դրա համար ասում են, որ կադրային քաղաքականությունը խայտարակություն է երկրում։ Ում ասես տարե դրել են կյանքում, ասենք, զուգարան չկառուցողին բերե դրել են, ես չգիտեմ ինչ բան, էլի, խայտարակություն է։ Այ դրա համար դա շատ ամոթ է։ Ինչ մնում է այստեղ կա որևիցե մեկը մատ թափտա ինչ որ մի բան անի, դա չի կարող անի, որովհետև այստեղ լավ մարդիկ կան։ Բայց ասենք մյուս բանն էլ ասեմ, էլի, որ ասենք վերջապես լրագրողներին անպատվելը միանշանակ չեմ ընդունում, բայց ինչ որ կարողանա տղա էլի բան, ինչ որ տղամարդկություն, բան, ինչ որ բաներ անի, ողջունում եմ, հա ինչ կա, դուք եք խմում, աղջիկ եք, դուք եք խմում, տղա է խմել է մի գնացել, բռնցրել եք, այդպես է չի կարելի, ամոթել է, դիդավորալ նենց արեցիք, որ վարկաբեկ եք, էդ էլ չեմ ընդունում, տղա է բան է արել, բայց եթե ասենք հայոյանք բան է անում աղջիկների բան, միանշանակ դա չեմ ընդունում, բայց դուք մի ստիպեք, որ մարդը խմած տեղը ինչ որ դառնա, այդպիսի բաներ անի, թեկուզ ԿՊ-ից է, բայց որը որ ճիշտ է դա ասում եմ։